եք։ Այսինքն եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ Խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենայն հայոց կաթողիկոսին պիղծ անվանեց, դարձյալ մեղադրելով նրան զավակ ունենալու եւ հայրաքելական եկեղեցին եկեղեցական կանոններից դուրս դնելու համար։ Ողջ ընթացքում Փաշինյանն օգտագործում էր վեհապարի ավազանի անունը, ինչի հետևանքով նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Խորհրդարանական ընդդիմությունն ի պատասխան սկսեց խփել սեղաններին, բղավելով վեհապար։ Այսինքն եթե դուք խնդիր չունեք, որ մայրաթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Վարչապետն այսօր եկեղեցու թեմային անդրադարձավ, երբ ներկայացնում էր կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը եւ անդրադառնում Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությանը։ Այդ խաղաղության մասին հոգ տանելու եւ տարբեր հայտարարություններով այն չխարխլելու համատեքստում էլ Փաշինյանը հիշատակեց Գարեգին II-ին եւ այն հոգեվորականներին, ովքեր պատարակներում հիշատակում են Արցախի անունը։ Փաշինյանը պնդեց, հենց սա է այն պատճառներից մեկը, որի համար Գարեգին II-ը պետք է հրաժարական տա։ Կտրիչ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկող Էրիկա, արգելի գործընկերներ, վերջ։ Շնորհակալ։ Դադարեցրեք, շարունակեք, խնդրեմ, պարոն վարչապետ։ ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգեվորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է հայաստանյաց առաքելական եկեղեցու փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ։ Արցախի անունը պատարակներում հիշատակելը որպես կաթողիկոսի հեռացման պատճառ Փաշինյանն այսօր առաջին անգամ էր ուղիղ հիշատակում։ Մինչ այդ վարչապետը Գարեգին II-ին հեռանալու կոչերանում կուսակրոնության ուխտը խախտելու եւ դուստր ունենալու համար կամ մեջբերում եմ ամենօրյա ռեժիմով օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին զեկուցելու համար։ Վեհապարի հետ կապված ուղիղ ասեց, որ խնդիրը Արցախի հետ կապված Արցախի անունը շոշափելն է, Արցախի հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն են։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ուժեղ Հայաստանի ղեկավար Նարեկ Կարապետյանի համոզմամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց խաղաքարտերը եւ խոստովանեց այն, ինչ ընդդիմությունը ամիսներ շարունակ պնդում էր, կաթողիկոսի դեմ Փաշինյանի կռվի իրական պատճառը Արցախն է, իսկ մնացած հարցերն ըստ Կարապետյանի ընդամենը գործիք են մայրաթոռի վրա քաղաքական ազդեցություն ունենալու համար։ Պատերազմ չէ, որ մենք հravirում ենք։ Խաղաղությունը խարսված պետք է լինի արդարության, իրավունքների պաշտպանության վրա փոխադարձ եւ ոչ միակողմանի եւ ոչ մեր ժողովրդի շահերի զիջման արդյունք։ Պատարակներին Արցախի անունը հնչեցնելու եւ դրանով պատերազմ հրահրելու իշխանության մեղադրանքներին ամենայն հայոց կաթողիկոսը անդրադարձել էր դեռ այս հունիսին, ասելով, որ պատերազմ չեն հրահրում, այլ աղոթք են բարձրացնում Արցախի ժողովրդի իրավունքների համար։ Մենք պարտավոր ենք ամեն ջանքի գործ դնել, որպեսզի արդարությունը իրականացվի Արցախի մեր ժողովրդի նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանն ի դեպ այսօր տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում առաքելական եկեղեցում առաջացած համակարգային ճգնաժամի մասին, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը, ովքեր են պատրաստում այդ զեկույցը եւ ինչ իրավական ուժ է այն ունենալու, Փաշինյանը չմանրամասնեց, միայն հիշեցրեց, եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ընդգրկված է իր կառավարության հնգամյա ծրագրում։ Շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Սևակ Խաչատրյանը հիշեցրեց, վեհապարի դեմ արշավը սկսվեց կաթողիկոսի 2025-ի մայիսին Շվեյցարիայում կազմակերպված միջազգային համաժողովում ունեցած ելույթից հետո, երբ Գարեգին II-ը խիստ քննադատեց Ադրբեջանին, խոսելով վերջինիս հակահայ քաղաքականության, Արցախի հայաթափման, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի ոչնչացման մասին։ Այսինքն, եթե եկեղեցին սա չաներ, ես ենթադրում եմ, որ միգուցե
դուք այս արշավը եկեղեցու դեմ ձեր ասած ճակերտավոր բարենորոգման ծրագիրը չիրականացնեք։ Շեշտելով, որ Հայաստանի սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ընդդիմադիր գործիչը նաև հարց տվեց վարչապետին, որ օրենքով է նա միջամտում հայ առաքելական եկեղեցու գործերին։ Այդ նույն եկեղեցին եւ պետությունը անջատ են, ինչ իրավունք ունի եկեղեցին խառնվի քաղաքական process-ների մեջ, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջի կամ քաղաքական գործունեություն ծավալի։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները վեհափառ հայրապետեր հանդես են եկել նման կոչով իրենց տեսակետն են հայտնել։ Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում։ Իդեպ 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց, երբ Գարեգին II-ն ու Մեծի տան Անկիլիկիո կաթողիկոսը վարչապետին կոչ արեցին հրաժարական տալ, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ պահանջը նորմալ էր համարել, ասելով, թե եկեղեցական առաջնորդները իրենց դիրքորոշումը արտահայտելու իրավունք ունեն։ Առավել ևս հայրապետները ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու բնականաբար անկախտելի իրավունք։ Այսօր խորհրդարանում օրվա ավարտին, երբ վարչապետը կրկին անդրադարձավ Գարեգին II-ին, միտումնավոր մի քանի անգամ կրկնեց վեհափառի Ավազանի անունը, ինչին ընդդիմությունը շարունակ պատասխանում էր սեղանին հարվածելով։ Ի վերջո, ընդդիմադիր ուժեղ Հայաստանը ի նշան բողոքի ամբողջ կազմով լքեց նիստերի դահլիճը։ Տեսակ ձեռները ցավեց, այլևս ոչ մեկին չի հետաքրում, կտրիչ ներսիս, հա։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հասցեին վարչապետ Փաշինյանի այսօրվա գնահատականներին մայրաթորից դեռ չեն արձագանքել։